Իսրայելն արձագանքել է Գազայի հատվածում գործողությունների վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը, ըստ որի Եվրամիությունը մտադիր է վերանայել Իսրայելի հետ առևտրային կապերը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Եվրամիությանը ճնշում գործադրել Համաս շարժման վրա։ Այս պատերազմն Իսրայելին պարտադրվել է Համասի կողմից եւ Համասն է պատասխանատու դրա շարունակության համար։ Իսրայելը բազմիցս համաձայնել է հրադադարի եւ պատանդների ազատ արձակման ամերիկյան առաջարկներին։ Համասը մերժել է բոլոր առաջարկները, նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ իրողությունների անտեսումը եւ Իսրայելին քննադատելը միայն ամրացնում է Համասի դիրքերը եւ նպաստում է պատերազմի երկարաձգմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ուրանի հարստացումը Միացյալ Նահանգների հետ համաձայնությամբ կամ առանց դրա։ Աբբաս Արաղչին նաև նշել է, որ Իրանը ներկայումս գնահատում է Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլի իր մասնակցության հնարավորությունը։ Օրերս ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ցանկացած նոր համաձայնագիր պետք է ներառի հարստացումից զերծ մնալու պայմանավորվածություն։ Թեհրանը հայտարարել է, որ միջուկային իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթվա վերջին Հռոմում տեղի կունենա բանակցությունների 5-րդ փուլը։ Ուկրաինայի հետ հուշագրի շուրջ աշխատանքներն ընթանում են դինամիկ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ, բոլորն աշխատում են դինամիկ կերպով, ասել է Կրեմլի խոսնակը, հավելել, որ հուշագրի շուրջ աշխատանքների մեծ մասն իրականացվում է դիսկրետ եղանակով եւ պետք է լինի ոչ հրապարակային։ Նրա խոսքով կողմերից յուրաքանչյուրն առանձին է պատրաստում զինադադարի պայմանների ցանկը։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ հազարը հազարի դիմաց գերիների փոխանակման ուղղությամբ։ Կրեմլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։ Նրա խոսքով Մոսկվան ողջունում է բոլոր երկրների ջանքերը, որոնք ցանկանում են նպաստել հակամարտության դադարեցմանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Չեխիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ չի մեկնաբանել Ֆինլանդիայի հետ սահմանի երկայնքով ռուսական զինուժի կուտակումների մասին հարցը։ Փոխարենը Ռյուտեն պնդել է, որ այս պահին Ռուսաստանը հսկայական տեմպերով զինվում է։ Նրանք այս պահին այնպիսի տեմպով են զինամթերք արտադրում, որ չեն արտադրել վերջին տասնամյակների ընթացքում։ Ռուսաստանը 4 անգամ ավելի զինամթերք է արտադրում, քան ամբողջ ՆԱՏՕ-ն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկ Ռյուտեն ավելացրել է, որ սա արդեն ենթադրում է, որ դաշինքին անհրաժեշտ են պաշտպանական լրացուցիչ ծախսեր։ 2%-ով մենք կարող ենք մեզ անվտանգ զգալ միայն այսօր եւ վաղը, շեշտել է Ռյուտեն։ Իր հերթին Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Հագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կաջակցի ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ծախսերը հնայի 5%-ի չափով ավելացնելու ցանկացած առաջարկի։ Մերին Ներսիսյան, լուրեր։